Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր մենք մաթեմատիկայից ամփոփում ենք մեր անցած թեման և նախապատրաստվում ենք թեմատիկ աշխատանքի։ Բանավոր առաջադրանքները կկատարենք դասագրքում, իսկ գրավորները աշխատանքային տետրում։ Առաջադրանք 106. Շարունակելով միմյանց լրացնել աղյուսակը։ Տեսեք, վերևի շարքի թվերը 1-ից մինչև 10-ը պետք է բազմապատկենք երկուսով։ 2 անգամ 1 հավասար է 2-ի, 2 անգամ 2 հավասար է 4-ի, 2 անգամ 3 հավասար է 6-ի, 2 անգամ 4 հավասար է 8-ի, 2 անգամ 5 հավասար է 10-ի, 2 անգամ 6 հավասար է 12-ի, 2 անգամ 7 հավասար է 14 արդեն ունենք, 2 անգամ 8 հավասար է 16, 2 անգամ 9 հավասար է 18 և 2 անգամ 10 հավասար է 20-ի։ Այժմ բոլոր թվերը բազմապատկում ենք 10-ով։ Հիշում ենք 10-ով բազմապատկելու կանոնը։ Ցանկացած թիվ 10-ով բազմապատկելու համար բավական է գրել այդ նույն թիվը կողքին ավելացնելով 10-ի 0-ն։ 1 անգամ 10 հավասար է 10-ի, 2 անգամ 10 հավասար է 20-ի, 3 անգամ 10 հավասար է 30-ի, 4 անգամ 10 հավասար է 40-ի, 5 անգամ 10 հավասար է 50-ի, 6 անգամ 10 հավասար է 60-ի, 7 անգամ 10 հավասար է 70-ի, 8 անգամ 10 հավասար է 80-ի, 9 անգամ 10 հավասար է 90-ի և 10 անգամ 10 հավասար է 100-ի։ Այժմ 171 համարի խնդիրը։ Որքան է դդումներից յուրաքանչյուրի զանգվածը։ Նայում ենք, կշեռքին դրված է փոքր դդումը և այն կշռում է 2 կիլոգրամ։ Հաջորդ կշեռքը նժարավոր է։ Մի կողմում դրված է մեծ դդում, մյուս կողմում 2 փոքր դդումներ։ Եվ այս դդումները հավասար են կշեռքի վրա դրված դդումի զանգվածին։ Այսինքն, եթե մեկ փոքր դդումը կշռում է 2 կիլոգրամ, 2 փոքր դդումը կկշռի 2 անգամ 2 կիլոգրամ, այսինքն 4 կիլոգրամ։ Նայում ենք ուշադիր կշեռքի նժարներին, տեսնում ենք, որ հավասար են, ուրեմն մեծ դդումը ևս կշռում է 4 կիլոգրամ։ Պատասխանենք հարցերին։ Մեծ դդումը քանի անգամ է ծանր փոքրից։ 4-ը 2-ից մեծ է 2 անգամ, քանի որ այստեղ 2 դդումներ են, իսկ այստեղ 1, ուրեմն 2 անգամ է ծանր։ Փոքր դդումը քանի անգամ է թեթև մեծից։ Նույն ձևով 4 բաժանած 2 հավասար է 2-ի։ Փոքր դդումը 2 անգամ թեթև է մեծ դդումից։ Անցնենք աշխատանքային տետրին։ Խնդիր 167։ Մայրիկը պատրաստել է 2 լիտր տարողությամբ 8 շիշ հյութ։ Քանի լիտր հյութ է պատրաստել մայրիկը։ 1 շիշը 2 լիտր է տարողությունը, 8 շիշում պիտի նայենք քանի լիտր կտեղավորվի։ 1 շիշը 2 լիտր, 8 շիշը հարցական լիտր, այսինքն 8 անգամ 2, պիտի 2 լիտրը կրկնենք 8 անգամ։ 8 անգամ 2 հավասար է 16 լիտր, պատասխան 16 լիտր։ Խնդիր 168։ Տատիկը 16 լիտր հյութը պետք է լցնի 2 լիտր տարողությամբ շշերի մեջ, այստեղ էլ հակառակ գործողությունն է երեխաներ։ 16 լիտր հյութը պետք է 2 լիտրանոց շշերի մեջ լցնի։ Քանի այդպիսի շիշ է անհրաժեշտ նրան։ 1 շիշը 2 լիտր, քանի շիշը կլինի 16 լիտր։ 16-ը բաժանած 2-ի հավասար է 8 շիշ, պատասխան 8 շիշ։ Խնդիր 169։ Աննան շաբաթ օրը գրքից կարդաց 7 էջ, իսկ կիրակի օրը 2 անգամ շատ, 7-ից 2 անգամ շատ։ Քանի էջ կարդաց Աննան շաբաթ ու կիրակի օրերին միասին։ Ուրեմն շաբաթ օրը կարդացել էր 7 էջ, կիրակի օրը չգիտենք քանի էջ հարցական, բայց գիտենք, որ 2 անգամ շատ է, այսինքն 2 հատ 7 է։ Ընդամենը քանի էջ է կարդացել։ Որպեսզի իմանանք շաբաթ և կիրակի օրերին քանի էջ է կարդացել, շաբաթ օրվա կարդացածին, այսինքն 7-ին, պիտի գումարենք կիրակի օրվա կարդացածը, որը չգիտենք, բայց գիտենք, որ 2 անգամ շատ է, այսինքն 2 անգամ 7 կլինի կիրակի օրվա կարդացածը։ Արդեն բաղադրյալ խնդիրները լուծելու համար հարցերով գրում ենք։ Առաջին հարց, նախ եւ առաջ իմանում ենք, թե կիրակի օրը քանի էջ է կարդացել։ 2 անգամ 7 հավասար է 14 էջ կիրակի օրը։
Հետո 7-ին, այսինքն առաջի օրվա շաբաթ օրվա կաշտացածին կգումարենք կիրակի օրվա կաշտացածը, կստանանք 21 էջ, պատասխան 21 էջ։ Խնդիր 170, Սոնան շաբաթ օրը գրքից կաշտած 18 էջ, իսկ կիրակի օրը 2 անգամ քիչ, այստեղ արդեն անգամ քիչն է, հիշում ենք թիվը պիտի 2 անգամ փոքրանա, քանի էջ կաշտած Սոնան շաբաթ ու կիրակի օրերին միասին, շաբաթ 18 էջ, Կիրակի չգիտենք որ կան հարցական էջ 2 անգամ քիչ, հիշում ենք անգամ քիչի դեպքում կատարում ենք բաժանման գործողություն, 2 օրը միասին ընդամենը հարցական էջ, առաջին օրվա շաբաթ օրվա կաշտացածին 18-ին գումարում ենք կիրակի օրվա կաշտացածը, որը պիտի գտնենք 18 բաժանած 2-ի միջոցով, 18 բաժանած 2-ի հավասարը 9 էջ, սա կլինի կիրակի օրվա կաշտացածը, Հետո շաբաթ օրվա կաշտացածին 18-ին կգումարենք կիրակի օրվա կաշտացած 9 էջը և կստանանք 27 էջ, պատասխան ընդամենը 27 էջ։ Առաջադրանք 172-ը երեխաներ աշխատանքային տետրում բավականին շատ տեղ է թողած, որպեսզի դուք սյունակաձև գումարումն ու հանումը կարողանաք վերհիշել ու կատարել, բայց ես ձեզ մի խորամանկություն կսովորեցնեմ, որի միջոցով դուք շատ հեշտությամբ ու արագ կկատարեք այս արտահայտությունների լուծումները, տեսեք, 33-ից հանած 28, նորից գումարած 23, թիվը փոքրացնում ենք 28-ով, հետո նորից մեծացնում 23-ով, եթե մենք 28 և 23 թվերի տարբերությունը գտնենք, կլինի 5 երեխաներ, կարելի է մի անգամից, ոչ թե 33-ից հանել 28 ստացած թվին գումարել 23, Քանի որ 28 և 23 թվերի տարբերությունը 5 է, կարելի է մի անգամից 33-ից հանել 5 և կստանանք 28, տեսեք ինչքան արագ կլինի։ Նույն ձևով 44-ից հանում ենք սկզբում 28, հետո գումարում 23, 28 և 23 թվերի տարբերությունը 5 է, կարող ենք մի անգամից 44-ից հանել 5 և ստանալ 39։ Այս ամբողջ շարքը նույն ձևով կատարում եք, տրված թվերից պետք է հանեք ընդամենը 5 և կարիք չի լինի այլևս այսքան երկար գրելու։ Մեկ արտահայտություն էլ, մեկական արտահայտություն դուք պիտի ավելացնեք, տեսեք, 33, 44, միայն նվազելին է փոխված, հանելին և հաջորդ գումարելին նույնն են 28 հանել, գումարել 23, 28 հանել, գումարել 23, ինչն է փոխվել, փոխվել է նվազելին, 33, 44, 55, 66, բոլորդ գուշակեցիք, որ հաջորդը պիտի լինի 77, իսկ դրա հաջորդը 88։ Նորից 77-ից եթե 5 հանեք, կստանաք 72, իսկ եթե 88-ից հանեք 5, կստանաք 83։ Նույն ձևով հաջորդ շարքը երեխաներ, նայեք ուշադիր, այստեղ էլ կա օրինաչափություն, 80-ից հանած 28 գումարած 23, նորից տարբերությունը 5 է։ Մյուս նվազելուն ենք նայում 82-ից հանած 28 գումարած 3, ինչ է եղել երեխաներ, նվազելին մեծացել է 2-ով, ուրեմն տարբերությունն էլ կարելի է 2-ով մեծացնել, եթե հանելին նույնն է, գումարելին նույնն է, կարելի է նվազելու փոփոխության հետ տարբերությունն էլ փոխել, 80, 82, այսինքն նվազելին մեծացել է 2-ով, տարբերությունն էլ կարող է 2-ով մեծանալ, 75-ին գումարած 2 կլինի 77, 82-ից հետո նորից 2-ով մեծանում է, դառնում է 84, ուրեմն տարբերությունը նույնպես կարելի է 2-ով մեծացնել և ստանալ 79, ստուգելու համար կարելի է 84-ից հանել 5 և ստուգել, արդյոք ճիշտ ենք կատարել, ճիշտ ենք կատարել, 84-ից հետո դառնում է 86, ուրեմն 79-ն էլ 2-ով մեծացնելու դեպքում կլինի 81, ստուգենք, քանի որ հանում ենք 28 գումարում 23, կարելի է միանգամից հանել 5, 86-ից հանած 5 հավասար է 81։ Երրորդ շարքում էլ կա օրինաչափություն, որը նույնպես կգտնենք հիմա երեխաներ։ 86-ից հետո նվազելին մեծացնում ենք 2-ով, դառնում է 88, տարբերությունը նույնպես 2-ով մեծացնում ենք։ 88-ից 2-ով մեծ նվազելին կլինի 90-ը, 83-ից 2-ով մեծ տարբերությունը կլինի 85-ը։ Հաջորդ օրինակում 66-28 գումարած 24, այստեղ տարբերությունը 4 է, բայց ուշադրություն եթե դարձնեք, տեսեք,
Հաջորդ օրինակում ոչ թե հանած է 28, այլ հանած է 30 գումարած 24։ Այս դեպքում տարբերությունը կլինի 6։ 66-ից հանած 6 հավասար է 60։ Մյուս դեպքում տարբերությունը կլինի 8։ 66-ից հանած 8 հավասար է 58, որովհետև հանում են 32, գումարում 24։ 66-ից հանած 34 գումարած 24 տարբերությունը 10 է։ 66-ից հանած 10 հավասար է 56։ Հիմա մենք 34 հանելու փոխարեն պիտի հանենք 36, մյուս օրինակում 38։ Առաջարկում եմ մյուսները կատարել ինքնուրույն։ 173 համարը վարժանք է, որը դուք պիտի կրկնեք գումարման և հանման օրինակները ամրապնդելու համար։ Անցնենք համագործակցության սրահ 174 համարը։ Բացահայտեք մարդու կարևոր հատկանիշներից մեկը, որը թաքնված է գաղտնագրում։ Խոսեք դրա մասին։ Որպեսզի գաղտնագիրը գրենք, լուծենք, պետք է կատարենք գործողությունները։ 45-ից հանած 28 հավասար է 17, 55-ից հանած 49 հավասար է 6, 29-ին գումարած 26 հավասար է 55, 39-ից հանած 18 հավասար է 21, 19-ին գումարած 19 հավասար է 38, 16-ին գումարած 17 հավասար է 33, 60-ից հանած 28 հավասար է 32։ Այժմ տեղադրում ենք համապատասխան տառերը, օրինակ գտնենք 32-ը, 32-ի տակ պիտի գրենք A, քանի 32 տեսանք, այդքան A կգրենք։ Հաջորդը 38, գտնենք 38-ը, շն է, գրում ենք 38-ի տակ շն, հետո 55-ը, 55-ը խն է, գրում ենք, հաջորդը 32-ը նորից անտեղադրված է արդեն, գտնում ենք 17-ը տնն է, նորից 32-ը ան է, 6-ը սն է, 21-ը են և 33-ը ռն։ Տեղադրելուց հետո կաշտում ենք բառը աշխատասեր։ Մարդու ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Ամենավերջում կլրացնենք խորանարդիկների քանակները բանտակներում։ Տեսեք, 3 խորանարդիկ հետևի շարքում 3, դիմացը 0, 0, հետևի շարքում 4, դիմացը 2, 1, 3, 0, 0, 1, 2, 1։ Նույն ձևով լրացնում եք բոլոր խորանարդիկները։ Ես մի պահ երկար կպահեմ, որպեսզի դժվարանալու դեպքում նայեք և ինքնուրույն լրացնեք։ Այսօր էլ այսքանը, հաջորդ դասին կկատարենք թեմատիկ աշխատանքը։